Բարև ձեզ, ներողություն, էլի վերջի որոշման հետ կապված, որը դուք կանացել եք հայեցին Որ որոշման 6 տարի 3 ամիս եւ ասում է, որ ըստ էության 3 ամիս դիտավորություն է եղել դատարանի կողմից, որպեսզի կալանքը հենց կալանավորվի։ նայեք, չէ, կալանքը որպես խափամիջոց են տրվել, կապ չունի պատժաչափի հետ։ Պատժաչափը նշանակվել է համապատասխան քրեական գործընթացից բխող տվյալներից ելնելով Ինչ վերաբերում է 6 տարի 3 ամսին, դատավճիռը դատալեքս դատական տեղեկատվական համակարգում ներառված է, տեղադրված է եւ ամբողջությամբ այնտեղ նկարագրված է, թե կոնկրետ արարքի համար ինչ պատճառով է նշված պատժաչափը նշանակվել։ Ոչ մեկից չենք ստացել հրահանգ եւ դրա ստանալու իրավական հիմքերը եւ առիթները չկան, գործը քննվել է ըստ էության օբյեկտիվության սահմաններում, ընդ որում նշված քրեական գործով նշեմ, որ 4 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման դատավճիռ, 1 անձի արարքը վերավորակվել եւ աղամության անցնելու ժամկետի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, 1 անձի վերաբերյալ եւս նշված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, ընդ որում այդ մի անձի վերաբերյալ դատախազը նաեւ միջնորդել 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակել, այնպես չի որ Այսինքն դուք ուզում եք ասել, որ երբևիցե որևէ քննարկում ԲԴԽ նախագահի հետ, որևէ գործով երբևիցե չեք ունենում, չասեք էլի։ Անկեղծ ասած, նախկին ԲԴԽ նախագահին խոսքը Կարեն Անդրեասյանի մասին է, տեսել եմ 1 անգամ ընդհանուր ժողովում Դիլիջանյան սեմինարի ժամանակ հայտնի, իսկ պարոն Աթեբեկյանին առհասարակ առիթ չի եղել հանդիպելու եւ առհասարակ քննարկում իրականացնելու։ Տեսնում եք, որ այդ երկրի վարչապետը, որը գործադի իշխանության ղեկավարն է, ասում է հենց շրջափակեն դատարանները։ Նայեք, քանի որ ինչպես տեղյակ եք, որ դատավոր առհասարակ դատական իշխանության ներկայացուցիչը զերծ պետք է մնա քաղաքականության զբաղվելուց եւ քաղաքական հայտարարություններին պատասխանելուց, կարծում գործադի իշխանության ղեկավարի հայտարարությունը քաղաքական հայտարարություն է եղել, ըստ այդմ ես չեմ կարող քաղաքական հայտարարությանը պատասխանել որպես դատավոր։ Ես որ Նիկոլ Փաշինյանը Facebook-ով արդեն տվյալ անձի հետ կապված հայտարարություններ ցանկացած անձի, դա չի ընդհանրում, որ ուղիղ ուղղորդում է դատական համակարգին տվյալ անձի հետ կապված իրավական Հարգելի լրագրողներ, ցանկացած շահագրգիռ անձ այս կամ այն կերպ գործի ելքով պայմանավորված կարող է որոշակի հայտարարություններ, չգիտեմ, խոսույթներ հրապարակային դաշտում ներկայացնել, որը կարող է ինչ-որ մարդու վրա ազդել, կարող է ոչ։ Չէ, հարցը պատասխանը միջև լսեք, բայց դատավորի հենց ամենաբարձր հատկանիշը պետք է լինի այն, որ բոլորի այդպիսի ազդակներից կամ այլ հանգամանքներից զերծ մնա եւ չտրվի նման խոսույթների կամ ազդակների առհասարակ։ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ ներկայացնել ազգային ժողովում էին եւ ըստ էության սլաքներն ուղղեցին կոնկրետ դատական համակարգին, նշելով, որ Հայաստանում քրեացին այս իրավիճակի պատասխանատուները դատավորներն են, որտեղ իրենք ամեն ինչ անում են, ոստիկանությունը իր երթին, քննչականը իր երթին, դատախազությունը իր երթին, որպեսզի տանեն հանցագործներին դատարան եւ դատարանը տա կալանքը, բայց դատարաններն ինչ են անում, հանցագործներին թողել են դրա համար ունենք այն ինչ ունենք։ Դուք ձեր մեղքի բաժինը տեսնում եք եւ ընդհանուր արդյոք իրավապահ մարմինների այս սլաքները դեպի դատական համակարգ արդարացված են։ Ես եթե չեմ սխալվում, այդ նույն հարցին նախորդ ժողովին եմ պատասխանել եւ ըստակ պատասխան եմ տվել։ Անկեղծ ասած չեմ լսել իրավապահ մարմինների ղեկավարների տված ճեպազրույցի ընթացքում այդ ձեր ասած մտքերը, բայց ինչպես նշեցի նախորդ անգամ, կոնկրետ գործի հանգամանքներով պայմանավորված պետք է քննարկում իրականացնենք։ Համենայն դեպս չի եղել մի իրավիճակ, որ իմ կողմից կայացված դատական ակտերով խափամիջոց կալանքի միջնորդությունները մերժվեն, հետագայում մերժված խափամիջոցի որոշումները բողոքարկվեն դատախազի կողմից եւ դրանք բեկանվեն, առհասարակ չի եղել նման դեպքեր, ընդ որում շատ են եղել դեպքեր, նույնիսկ առանձնապես ծանր հանցանքի դեպքերով հիմնավոր կասկածի հիմքով մերժվել են եւ կրկին մնացել են անփոփոխ։ Արտադատության նախարարն ասում է, մեր երկրում կալանավորները ավելի շատ են, քան դատապարտյալները։ Ինչու է այսպես։ Ինչու ենք մենք այս վիճակին։ Ըստ էության, չգիտեմ թվականակը ինչպես է բաժանված, դատապարտյալներ եւ կալանավորված անձանց, բայց փորձը ցույց է տալիս, որ ծանր առանձնապես ծանր ըստ իմ տեսանկյունից, չգիտեմ, վիճակագրական տվյալներին չեմ տիրապետում, ուղղակի զուտ զգալով այդ ամենը, որ առանձնապես ծանր ու ծանր հանցանքների թվերն են կարծես թե աճել, դրանով պայմանավորված ենթադրում նաև կալանքի թվերն է շատացել։ Միշտ։ Ինչ հետաքրքիր է, երբ որ դատավոր պարոն Չիչոյանի մոտ օրենքը լռում է, ում է ինքը լսում, խղճին թե նախադեպին։ Չէ, օրենքը չի կարող լռել երբեք, եթե գործում ես օրենքի շրջանակներում, օրենքը միշտ խոսում է քո մեջ եւ բնականաբար քո խղճի եւ
Ոնց ասցիք, մյուսը Խղճին է լսում, թե նախադեպին։ Օրենքը լռում է։ խիղճը պետք է բխի նախադեպից, իսկ նախադեպը պիտի բխի օրենքից եւ հետեւաբար նաեւ բոլորը միաժամանակ պետք է լինեն։ Եվս մեկ անգամ ուզում հստակեցնեմ, պարոն Չիչոյանը, որը շատ աղմկարուց գործերով դատավոր է եղել, երբևիցե SMS, անմիջապես վարչապետից չէ, իշխանության մեկ այլ օղակից չի ստացել։ Չեմ ստացել երբեք, անկեղծ չեմ ստացել, այնպես չէ։ WhatsApp-ս միշտ եմ ստուգում։